Եվ ելույթի համար արգելի գործընկերներ այժմ հարցերի համար հերթագրում։ Հերթագրվել է 15 պատգամավոր, Վահագն Ալեքսանյան, համեցեք։ Շնորհակալություն, Գինահացնա, ես մի հարց ունեմ, ԿԿՀ-ն ունի լիազորություն դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցելու, ճիշտ է։ Ինչպես գիտենք, 200-ից ավել դատավորներ կան, հիմա մի այսպիսի հարց, դուք ստուգում եք դատավորների ֆինանսական դրությունը, նրանց հայտարարագրերը, կարող ենք իմանալ, քանի դատավորի նկատմամբ է կարգապահական վարույթ հարուցվել։ Շնորհակալություն։ Շնորհակալություն հարցի համար, այստեղ մինչև պատասխանելը մի անպայման կարևոր փաստի ճշգրտում պիտի անեմ, գույքային դրության ստուգումը վերաբերել է 17 թվականից հետո ընկած ժամանակահատվածին, եւ այդ հիմքով հանձնաժողովի կողմից կարգապահական վարույթ հարուցվել է ավելի քան 15 դատավորի նկատմամբ, բայց կարծում եմ կարգապահական վարույթները եւ դրանց արդյունքները գուցեև այդքան էական չլինեին, ինչքան հաղորդումների այն քանակը, որը հանձնաժողովը ուղարկել է գլխավոր դատախազություն, նույն սուբյեկտների վերաբերյալ։ Համեցեք արձագանք, պարոն Ալեքսանյան։ Շնորհակալություն, իսկ այդ քանակը, որը ուղարկվել է հաղորդումների, կխնդրեմ այդ քանակն էլ նշեք։ Դրանք եւս գերազանցել են 15։ Շատ լավ, ու հաջորդիվ մի այսպիսի հարց, մենք բարևարկության ուսումնասիրության մասին խոսեցիք, դուք նաև ձեր ելույթում, իդեպ ես հենց այդ ինստիտուտը անչափ կարևորում եմ, հիմա այստեղ մի այսպիսի հարց է ծագում, բարևարկության ուսումնասիրության ժամանակ, ինչի վրա է հիմնվում կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, ինչ աղբյուրներ է ուսումնասիրում դա անելու համար, որովհետև նաև մենք քննարկման ժամանակ համատեղ, նաև ես այս հարցը բարձրաձայնել եմ, որ բարևարկության ուսումնասիրության, բարևարկության այդ թերթիկի մեջ, որպես այդպեսին, իմ կարծիքով շատ տարօրինակ էր, երբ որ ես իմացա, որ տեղ են գտնում, օրինակ, թողներեն ինձ մեր գործընկերները, բայց այնուամենայնիվ, օրինակ, asecose.am կայքից որոշակի հոդված կամ առհասարակ դեղին մամուլի հոդվածներ են տեղ գտնում եւ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը դրանց տակ որոշակի բացատրություն չի գրում։ Այսինքն բարևարկության թերթիկը կազմելիս տեղադրում է ուղղակի այդ հոդվածները։ Շնորհակալություն։ Շնորհակալություն հարցի համար, առավել եւս երբ հնարավորություն ունեմ դրան պատասխանելու նաեւ այն ամբիոնից, որ ավելի մեծ հանրային լսարան կապահովի։ Հանձնաժողովի բարևարկության ուսումնասիրության գործընթացը բխում է եւ հիմնված է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին օրենքի 26.1 հոդվածից, որտեղ հստակ հիմքերը թվարկվում են։ Այդ թվում նաեւ ուղիղ հիշատակվում է, որ ուսումնասիրությունը պետք է ներառի եւ անդրադառնա նաեւ մամուլի հրապարակումների, ինչը նաեւ իրականացվում է ուսումնասիրության ընթացքում, բայց դա միակը չէ եւ հանձնաժողովը լիազորություն ունի նաեւ տեղեկություններ հավաքագրել երրորդ անձանց կողմից, հայտնի տեղեկությունների մասով եւ օգտագործել նաեւ դրանք այնքանով, որքանով որ կհաստատվի իմփաստը, որը գուցեև մամուլի հրապարակման մեջ տեղ է գտել։ Բայց կարող եմ վստահեցնել, եւ սա կհավաստեն նաեւ բարևարկության ուսումնասիրության անցած այն բոլոր սուբյեկտները, ովքեր եզրակացություն ստացել են։ Հանձնաժողովը ուղիղ եզրակացության համար որպես հիմք մամուլի հրապարակումը օգտագործում է միայն այն դեպքում, երբ որ փաստերը ճշգրտվել են։ Մնացած հատվածը տեղակայվում է որպես հավելյալ տեղեկություններ, ավելի շատ։ Շնորհակալություն հավարտեք։ Հնարավորություն տրամադրելով որոշում կայացնող սուբյեկտներին, դրանց գնահատելով որոշակի եզրահանգումներ անել։ Արգելի գործընկերներ, քանի որ գրանցված պատգամավորները շատ են, խնդրում եմ ժամատախտակին հետևել, որպեսզի ես ստիպված չլինեմ ընդհատել։ Այժմ առաջարկում եմ ողջունենք Երևանի Ռուբեն Սևակ